Կառավարության նիստում ներկայացվել է կիբերանվտանգության մասին օրենքից բխող նախագիծը, որով նախատեսվում է սահմանել միջազգային ստանդարտների ցանկը։ Վերջին տարիներին թվային համակարգերի օգտագործման աճին զուգահեռ ավելացել են նաև կիբերսպառնալիքները, եւ նոր կարգավորումներն ուղղված են կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության բարձրացմանը։ Նախագծով հստակ պահանջներ կսահմանվեն ինչպես կիբերանվտանգության ծառայություններ մատուցողի, այնպես էլ աուդիտ իրականացնող կազմակերպությունների համար։ Տվյալ որոշումով մենք օրենքից բխող կենսական նշանակության ոլորտներում շահագործող քրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ ստանդարտներ ենք միջազգային սահմանում։ Դա հիմնականում ISO ստանդարտի 27001 ստանդարտն է եւ նաեւ այլ ստանդարտներ կան, որոնք որ պահանջում ենք որ լինի։ Այդ տրամաբանությամբ նաև քանի որ քրիտիկական ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողներ կարող են լինել ու կան այդպիսիները, նաև սահմանում ենք կիբերանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները կոնկրետ թե որ ստանդարտներին պետք է համապատասխանեն։ Այսօրվա իրականության մեջ կիբերանվտանգության մեխանիզմներ չունենալը ոչ թե մեղմ ասած արժեզրկումը նախ եւ առաջ հենց բիզնեսը եւ խոցելի եւ վտանգավոր է դարձնում, այսինքն եթե նույնիսկ սա ենթադրում է որոշակի ծախսեր թե պետության թե մասնավորի համար, բայց դրանք ծախսեր չեն, դրանք ներդրումներ են, որոնք ավելացնում են նույն այդ բիզնեսների արժեքը էականորեն։ Անցած տարի անցում ենք կատարել հենց այդ նոր ստանդարտին 3 տարվա հորիզոնով եւ ամեն տարի մեր համակարգերը աուդիտ են անցնում։ Սա նաեւ լավ հնարավորություն է ունենալ որոշակի ուղեցույց եւ դրանով նաեւ զարգացնել այդ համապատասխան համակարգերը ներսում։ Մեզ օրինակ դա բավական օգնել է, որ մենք մեր կիբերանվտանգության համակարգերը զարգացնենք անցած տարի եւ սրանով նաեւ պատրաստ ենք այս փորձառությամբ կիսվել մյուս պետական մարմինների հետ։ Գործադիրը քննարկել է նաեւ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման հարցը։ Ծրագրով նախատեսվում է Արագածոտնում, Արմավիրում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում եւ Տավուշում իրականացնել ճանապարհաշինական եւ նախագծային աշխատանքներ։ Այդ նպատակով առաջարկվում է 2026 թվականի բյուջեից հատկացնել ավելի քան 186 միլիոն դրամ։ Երկու փուլով աշխատանքներ ենք իրականացնում, ունենք նախանշած աշխատանքներ, որոնք միջև հունիս պետք է ավարտենք, բայց այս նախագծով մենք նախատեսում ենք աշխատանքները ավարտել միջև սեպտեմբեր։ Դպրոց տանող ճանապարհների մենք այո, ընդհանուր բարեկարգման աշխատանքները դեպի դպրոց տանող ճանապարհների նախնական երկու փուլով ենք իրականացնում, կան աշխատանքներ, որ արդեն սկսել ենք շինարարական փուլը, հատկապես այն դպրոցների, որոնք հունիսին ենք նախանշի ավարտել, իսկ այս նախանշած ճանապարհահատվածների մասով եւ դպրոց տանող ճանապարհների մասով մենք սեպտեմբերին պետք է արդեն ավարտած լինենք։ Գյուղատնտեսության ոլորտում էլ առաջարկվում է փոփոխություն կատարել տոհմային ոչխարների եւ այծերի ներմուծման աջակցության ծրագրում։ Եթե մինչև այժմ պետական փոխհատուցմամբ հնարավոր էր ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ կենդանի, ապա նոր նախագծով այդ շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 1000-ի։ Սա հնարավորություն կտա ձևավորելու լիարժեք հոտեր, զարգացնել տեղական վերարտադրությունն ու ավելացնել տոհմային կենդանիների տեսակարար կշիռը։ Երբ տնտեսվարողը դիմում է էկոնոմիկայի նախարարություն, ներկայացնում է դիմում, թե որ երկրից է ցանկանում ներմուծել, ապա այդ երկրի պետական մարմինը տրամադրում է նաև հավաստում, որ այդ կենդանիները եւ տոհմային քարտերը իրական են եւ համապատասխանում են նշված եւ գրանցամատյանին։ Եվ այդ բոլոր տեղեկատվությունը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն, դրանով իսկ հաստատում եւ արձանագրում, որ կենդանիները տոհմային են։ Տոհմային կենդանիները ենթակա են փոխհատուցման 50%-ը։ Նիստում անդրադարձ եղավ նաև պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ մրցույթին, որն այս տարի կանցկացվի Հայաստանում։ Մրցույթը նախատեսված է հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Հայաստան կժամանեն 11 երկրների պատվիրակություններ, իսկ միջոցառումը կհեռարձակվի եվրոպական հեռուստաալիքներով։ Կազմակերպման համար պետբյուջեից կհատկացվի 665 միլիոն դրամ։ Սա կարևոր հնարավորություն է Հայաստանը միջազգային մշակութային հարթակում ներկայացնելու համար։ Մեր երկրի մասնակիցը լինելու է այս տարի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը արդեն իսկ ունի մեծ ճանաչում եւ տարբեր բեմերում եւ տարբեր հեղինակավոր նվագախմբերի հետ հանդես է եկել եւ մենք հնարավորություն կունենանք վայելելու դասական երաժշտության մի մրցույթ, որտեղ որակական շեմը բավականին բարձր է։
Այս նպատակով հատկացվում է շուրջ 665 միլիոն դրամ, որը ուղղված է լինելու միջոցառման կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային եւ այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը։ Գործադիրի որոշմամբ ազգային անվտանգության ծառայությանն էլ պետբյուջեից հավելյալ գումար կհատկացվի 2026 թվականին սահմանված 3.7%-ի փոխարեն 7.7%-ի վերաբաշխում կկատարվի։ 2026-ի պետբյուջեով Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել էր 61.6 միլիարդ դրամ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։